Գոտին դրեց, ասաց այս գոտին ինձի պետք չի, ինչ ուզում եք արեք։ Մարդիկ չգիտեն այս պատմության գլուխը, ես բացատրում եմ, որ իմանան։ Ինչքան ժամանակ է դրա համար պետք, որ Արմանը դառնա չեմպիոն։ Իսկ թվում է գոտին վեկալի մինիմում 4 տարի իր մոտ առնել։ Բոլորին հետաքրքրում է այս տեղեկությունները ու այս ներսի կուխնյան ինչա կատարվում սպորտում։ Երևի ձեր նման ասես մի բան անող հայերենով հայերի մեջ չէ, որ չեմ տեսել։ Դառնում ես սպորտսմեն, սիրտդ միշտ տաք է, բայց ուղը սառն է դատում։ Backup fighter ով ալնելու այս կրվի համար։ Արմանը, էլի։ Մարզումների ժամանակ ավելի շատ բոքսի մեջ են ծեծվում, թե MMA-ի։ Κι ասենք չես կարող համատես Անդերսոն Սիլվային կամ ասենք Էդիսանյային, որով նրանցը 75% պետ է եղել։ Բոքսի մեջ չես կարող, եթե պլան B ունես, ուրեմն A-չի ստացվելու։ Ես չեմ պատկերացնում ինչ որ բոքսից դաժան սպորտ կա։ Գիշերվա 3-ին կամ գիշերվա 11-ի համար սպարինգ պարտներներ եմ ճարել։ Սենց գոլորշին սպանում եմ մարդ չէ ջոգում եմ ով կամ մեկ այդ գոլորշին ասես մեկ թուլացավ, մեկ էս սամ ախպեր բաքսյոր եք։ Բարև ձեզ, ձեր հետ կրկին մենք ենք 12 Rounds podcast-ը, ձեր հետ են այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյան, ես Գոռը Երիցյան եւ այսօր ունենք անակնկալ հյուր մեր տաղանդավոր սպորտսմեններից, բռնցքամարտիկներից, նաեւ հիմա մարզիչ շատ տաղանդավոր Ռոմանը Քալանթարյան, ողջույն Ռոման ջան, ո՞նց ես։ Լավ ենք դուք ո՞նց եք։ Շատ շնորհակալ ենք, որ եկել ես, ինձ թվում է հետաքրքիր զրույց կլինի։ Ուզում ենք մի փոքր պատմես ընդհանուր քո կյանքից, քո կարիերայից, ոնց ես սկսել, ոնց ես եկել Ամերիկա, որտեղից ես սկսել։ Փոքր տարիքից Հայաստանում զբաղվել եմ։ Մեր Բանգլադեշի այդ փոսի մեջ, չեմ էլ հիշում։ Ինտերնատ, Սպորտ դպրոցը, Անդե համ գնում ենք ֆուտբոլ ենք խաղում, համ բոքս ենք բարապում, համ բարբար ենք անում, սա անում ենք մի խոսքով։ Սա կյանքը դեից անց։ Ավելի շատ բոքս դե եսը դեից եմ։ Սպորտ դպրոցի տրիներները բաները, աշակերտները կուրախն են։ Այդտենց գնում ենք փոքր վաղ բարապում ենք, ոնց որ գլխավոր տրիներս պապաս ա եղել, պապաս ընդեի տրիներ չէր, պապաս տուններ, բայց ընդեղ էլ տանում էր, որ ընդհանուր սաղ հետ բարապեմ։ Հետո 6-րդ դասարանի կեսից երևի, տենց Հայաստանից դուրս եկանք։ Գնացինք Լեհաստան, Պոլշա։ Ընտանիքով։ Ընտանիքով, այնտեղ տենց սկսա պարապելը, մասնակցելը, հետո երևի տենց 15 էի արդեն, գնում էինք մրցումներ, ամենտեղ ես կոմեկոմ, այնտեղ ոսկի ձեռնոցեր ինչ էր տենց մրցում կարետի հաղթեցի, ես կոմեկոմ մի խոսքով, տենց Գերմանիայից արդեն։ Հետո տեղափոխվեցիր Գերմանիա, Հա, Պոլշա։ հետաքրքրվել ես կոմեկոմ, տենց գնացինք Գերմանիա։ Հավաքականում դե մասնակցել ես։ Դե Գերմանիա արդեն հավաքականի մեջ որ կայի, ամեն անգամ որ հաղթում էի, ես չէի կարող գնայի, որով քաղաքացի չէի, երկրորդ համարն էր գնում։ Դժվար երջանկություն ա եղել։ Հայկական բախտ էր, ոնց որ ասած, հա։ Բայց փորձ ա եղել, էլի։ Հա, ամենայն դեպս։ Մենք 98 թվին մեր ողորմածիկ Բագրատը կար, ինքը որ աշխարհը հաղթեց, այդ տարի ես էլ պետք է գնայի։ Երիտասարդների հետ։ Հա, մենք նույն տարիքի ենք, ստեղ էլ իր հետ լավ մոտիկ ենք եղել, որ եկել էր ստեղ։ Տենց հետո Գերմանիայում բոյեր, վերջում էլ 19-ում եկանք ստեղ։ 2019-ին No, 19 տարեկան էի։ 2000 թվին արդեն 25 տարի։ Օ, 25 տարի առաջ եկա ստեղ ու տենց մնացի։ Ստեղ բայց բոյեր արել ես, Ռոմ։ Հա, շատ լուբիցել արեցինք շատ, հետո դրանից հետո առաջի պրոֆեսիոնալ բոյի ժամանակ ձեռս վնասվեց։ Էլ չկարողացի շարունակեմ, տենց աշխատանք, ես կոմ ընտանիք կազմել, հետո տրեներություն։ Հիմա արդեն գիտենք, որ շատ ոչ թե լավ, այլ շատ լավ է մոտդ ստացվում մարզչական գործողությունը, որովհետև եթե բոլորը տեղյակ են, որ ունես արդեն երկու աշխարհի չեմպիոն ունես, մեկը հիմա գործող, մեկն էլ Ալեքսանդր Բեսպուտինը, որ մի հատ էլ։ Բեսպուտինը արդեն չի։ Բացի այդ ավելի կարևոր ինձ թվում է հայազգի համար, որ Ծառուկյան Արմանի մարզիչն է համել Ամերիկայում, ով չգիտի, թող իմանա, որ Արմանը պատրաստում է Ռոմանի մոտ ամեն կամպից գալիս է ստեյջ, ոնց է ալնում։ Դե երբ որ ասենք բոյ ենք ստանում, կապ մեջ ենք իրար հետ միշտ, կամ ես եմ գնում, որտեղ որ ինքն է պատրաստվում, կամ ինքն է գալիս տեղ, ասենք ելնում է որ գալիս է ստեղ մի քանի շաբաթ կամպից առաջ բոքս ենք անում, հետո ինքը գնում է անդե շարունակում է, հետո վերջ 2-3 շաբաթը ես նորից թռնում եմ իր մոտ, հետո իրար հետ
կամ Las Vegas, կամ որտեղ որ բոյնա, եթե Ամերիկայից դուրս ալում հիմնականում մենակ է գնում, ասենք մյուս տրեներների հետ, բայց եթե ասենք ստե ես հիմնականում հետն եմ ելնում։ Ինձ այսքան ժամանակ մի հատ հարց է հետաքրքիր է։ MMA ֆայթերները, որ պատրաստվում են, քեմփ են անում, բոքսի ու MMA-ի այդ պատգատովք են, այդ քեմփը շատ է տարբերվում բրոմ։ Շատ քամփ եմ արել համ բոքսի, համ MMA-ի, հա, իրոք տարբերվում է, իրանց ֆիզիկական ավելի շատ է։ Դե գիտես ոնց բոքս ասենք իրանք անում են կարող է շաբաթը 2-3 օր մաքսիմում։ Հետո Այսինքն սպարինգ, հա։ Չէ, ուղղակի բոքս ուղղակի, բոքսը էլ ոտել են խփում։ Մենակ բոքս չի, հետո այնտեղ մի խոսքով ասենք սենց։ Շաբաթը ասենք մի շաբաթ բացատրեմ հասկանաս։ Առավոտը կարող է հելնենք, ասենք գնանք այսօր առավոտը բարբա լինի։ Okay։ Իրիգունը կարող է ասենք քիքբոքս լինի։ Okay։ Հետո մյուս առավոտը հելնենք, գնանք ու այդ ընթացքում միշտ conditioning strength-ը են անում, ուժային են անում, ու ուրիշ ձևի ուժայիններ մեր նման չէ։ Ասենք կա որ իրոք շատ ծանր ուժային են անում, որ մենք ավելի մոտիկ բառեցների հա, մենք դա չենք անի էլի, հա, այտենց շատ։ Ասենք մեր նման չեն վազի ժամերով։ Հա, բոքսը։ Կարճ են վազում։ Թռիչքներ, կարճ վազքեր, ծանր, ասենք զրիվներ sense էլի, ոնց որ ավելի մոտ է բառեցների բաներին, որտեղ իրանք կարճ, բայց արագ դիստանցիա են անցնում։ Ֆիզիկական ուժը իրանց համար ավելի շատ կարևոր է, քան թե մերը, որով գետնի վրա ինչ որ մի հատ ուրիշ անձնավորություն պահելու համար ֆիզիկական ուժ է պետք։ Շատ։ Հա, մերը ավելի շատ թրվռալու, կտրուկ խփելու վրա է, իրանցը որ ընկան գետնին պետք է պահեմ, անմատ օրինակ Արմանը Իրանը ավելի շատ ոնց որ դրա վրա է։ Իսկ ըստ քեզ որպես մարզիչ քանի տոկոս է կազմում ասենք բոքսը MMA-ի մեջ այդքան մարդ է նայած կրվող չէ գլոբալ վերցրած ընդհանուր վերցրած դե տես օրինակ խոսքի ասենք չես կարող համատես Անդերսոն Սիլվային կամ ասենք Էդիսանյային որով նրանցը 75% էտ է եղել չէ ասենք Սեմփիերը 50-50 է եղել Հաբիբը խոսքի բոքսը եղել է երևի 15% չէ, ընդհանուր տարբեր է, էլի ամեն մեկը, բայց իմ հասկանալով այսօրվա MMA մարքեթը այս վերջի ասենք 25 տարվա մեջ, ես ավելի շատ 18 տարի է որ մեջն եմ մոտավորապես, 10-19 տարի, հա, ավելի շատ բառեցներն են ոնց որ կոնտրոլանում։ Հա, բայց կներես մի հատ բան հարցնեմ։ Ոնց ես մտածում։ Ես միշտ այտենց եմ մտածել, կարող է սխալ եմ մտածել, պատկերացրել։ Ասենք այդ գանարարները որ բարձրացավ MMA-ի մեջ ըստ քեզ բոքսի շնորհիվ չէր այսինքն action-ի հաշվին չէր որ բարձրացավ իսկ action տալիս են կռվողները բոքս անողները ես այտենց եմ մտածում որ ասեմ մի քիչ դա դատեր եղավ եկա ինչի հետ կապված ես էլ չեմ անում որը օրինակ ես լիքը կռվողներ գիտեմ որ ես ինքս բարապացրել եմ ու իրանք հետո չեկեր ստացան ու ինձ այտենց չհետաքրքրեց ինչից ոնց ինչ դատեր եղավ, բայց ինչ որ դատեր եղավ։ UFC-ին դատի տվեցին, հետո այս ինչ թվից, այս ինչ թիվը կռվողներին ես իմ այսքան գումար բաժանվեց սաղի մեջ, լիքը մարդիկ չեկեր ստացան։ Ուղղակի։ Հա, որ ասենք իրանց քիչ են վճարել ինչ որ մեսած բանը, երկու անգամ դատ եղավ, երկու անգամ էլ այտենց վճարումներ եղավ, բայց այս քեզ Մագրեգորը վերցնենք, Մագրեգորը Իրանից է չէ՞ սկսել այդ բարձրանալը, գանարարների բարձրանալը, ոնց որ առաջի հայտնի տենց ավելի շատ էլի համեմատաբար։ Ամենաշատ աշխատողը ինքն է եղել իհարկե։ Ահա, ես դրանից եմ վերցնում, որ այդ action-ի հաշվին, action ինքը ցույց էր տալի բոքսի հաշվին, ոչ թե wrestling-ի հաշվին, էլի, այսինքն բարբի հաշվին։ Հարվածային դա նոկաուտի ու այսօր ավելի շատ որպես ասենք սպորտի սիրահար, որ նայում ես իմ համար, չգիտեմ, կարող է մեկ ուրիշի համար բարբեն ավելի հետաքրքիր, որ ինքը նայի MMA։ Իմ համար նայվում է այդ action-ը, բոքսի action-ը, որ խփում են իրար։ Ու դրա հաշվին է, ես կարծում եմ, դրա հաշվին է բարձրանում։ Քեզ էլ հարցնում եմ որպես մասնագետ, էլի ոնց։ Ես ինքս բոքսն է, իմ համար, բոքսից անգամ չկա իմ համար, ես որ հա առաջի հերթին էդ է ու նույնը քո համար, նույնը քո համար։ Սո մենք նայում ենք բոքսորի աչքերով։ Բայց ես քեզ իմ հատ ուզում եմ այսօր մարքեթը շուկան բացատրեմ, դու հասկանաս ինչ է կատարվում։ Օրինակ անցած շաբաթ, Կիրակի օրն էլ շաբաթ օրն էլ, հենց երբ էր 3-4 օր առաջ մենք մրցումների էինք, երեխեքին տայել ենք, իմ տղուն էի տարել ես։ Ջուջիցուի մրցումների։ Դուք ստեղ բոքսի մրցում գնացել եք, տեսել եք։ Հա։ Ասենք Լյուբիցել ամենամեծ մրցումը
Քանի հատ երեխա կլինի, ասենք, երևի 200 հատ։ Մաքսիմում, հա, դա։ Գիտես քանի հատ երեխա կար։ 5000 հատ։ Դե լավ։ Իմ երեխու բրակետի մեջ 67 հատ երեխա կար։ MMA կրվող երեխեք 5000։ Jiu-jitsu։ Jiu-jitsu, հա, կներես։ Չէ, դե դրանք ապագայում կներես MMA-ին կպնելու։ Հա, կամ MMA, կամ կարան jiu-jitsu-ն շարունակեն, կամ բարբեն շարունակեն, ու ինչ եմ ուզում բացատրեմ։ Ասենք դու այսօր որ նայում ես բոքսի աշկերով, քո համար էդի հետաքրքիր չի ոնց գցեց, ձեռքը ոնց բռնեց, ոտերի արանքից ոնց դուրս եկավ, ոնց մեջքը հավաքեց։ Որով մենք խփել ենք սիրում, ենք արուն ենք սիրում, չէ՞։ Հա, բայց այսօր jiu-jitsu-ն այնքան մեծացել է արդեն, որ ես ասում եմ, մի հատ հասարակ մրցումների էին, Երեխեքի են։ 5000 հոգի մարդ էր մասնակցում։ Okay, Vegas-ի մրցումը անցած տարվա մրցումները 10000 հոգի մարդ էր մասնակցում։ Ամենափոքր մրցումը, որ մենք այսօր գնում ենք, այն շատ փոքրները դե բարձր չեմ տանում։ Օրինակ իմ տղեն ակտիվ մասնակցում է համարյա ամեն շաբաթ։ Հետևում ենք։ Հա, այո մենք։ Հա, որ մենք գնում ենք ամենափոքր մրցումը, որ մենք գնում ենք, ասենք 6 տարեկանից 5 տարեկանից մինչև 70 տարեկան մասնակցող կա այսօր, 1000 հոգուց պակաս չկա։ Դու պատկերացնում ես Շատ լուրջ թիվ է, էլի դա։ Դա այնքան լուրջ թիվ է, որ դու ինչի համար եմ ես ասում, որ բոլորը մեր աչքերով չեն նայում, ու ուրիշ մարդկանց համար դա էլ է շատ հետաքրքիր։ Այդ ընկնելը, այդ գզվելը, այդ մեջ հավաքելը, այդ խեղդելը, այդ ձեռը ոնց թափ չարեց, ոնց չջարդվեց, ոնց փախավ դուրս եկավ, ոնց դիմացավ։ Ես համաձայն եմ, ճիշտ ես ասում, բայց Էդի ինչից առաջացավ այդ հարցը, որտեվ կրիտիկներին որ նայում ես, ով որ անալիտիկա, սպորտային անալիտիկա, շատ-շատերը խոսում էին օրինակ նույն Խաբիբի հետ կապված, ոնց որ քննադատում էին, որ շատ է բարբեն իր ֆայթերի մեջ, կամ մեկ ուրիշին էլի որ Մախաչևին խոսքի շատ է մեջը բարբանում, էդի հետաքրքիր չի ամերիկական պուբլիկային բան, ես դրանից ելնելով այդ անալիտիկների խոսքը ոնց որ, հետո բացի այդ էլ ասացի, որ ինձ էլ ոնց որ դուր չի գալի բարբեն, ավելի շատ կռիվն է դուր գալի, այդ անալիտիկների խոսքն էլ վերցնելով, դրանից ենթադրեցի էլի, որ բոքսն է բարձրացրել ոնց որ այդ գանարարների թիվը։ Լրիվ համաձայն եմ, բայց Հաբիբը ոնց ասած, ասենք ինքը ավելի մի 15-20% էր ոնց որ կանգնած խփում կամ այսանում, չէ։ Դեմի ֆայթերի ես նայել եմ, սկի հարվածները չի կարող ճիշտ մի անգամից պրոստա մի անգամից շփրտում է ու գցվում է ոտերից, բռնում ու սկսում տանջել է։ Միջը տանջամը հանում։ Բայց ասենք այնտեղ կար Սեմփիեր, որը ինքը կարատեիստ էր, չէ։ Բոքս էր անում, կարատե էր անում, սա որը մեր հետ պարում էր Վանեսի սպարինգ պարտներն էր։ Ավելի հետաքրքիր էր։ Բայց հա, բավոց մեր գալիս էր սա որը մեր հետ էր։ Դե wild card-ում էր պարապում։ Ու ասենք հետո ինքը զգաց, որ էդի հերիք չի, իրան կոնկրետ տվեց բարբին ու արդեն Կանադայի օլիմպիադայի թմի հետ էր պարապում։ Ասենք շատ ուժեղ այն հաստիճանի հասցրեց բարբեն, որ ասենք բարբով բառեցին էր կրում, բոքսով բոքսորին, ասենք MMA-ի մեջ էլ իհարկե։ Այտենց ու շատ լավ էր նայվում, ասենք սա սիրում էին Սեմփիերին, նայվում, ասենք մեկը լավ բոքս էր անում, ինքը բարբով էր կոդրում, մեկը լավ բարբեր էր անում, ինքը բոքսով էր կոդրում, ու ասենց տակից դուրս էր գալու, այտենց դարավ շատ մեծ համբավ ունեցավ ամենամեծ չեմպիոններից մեկն է միջև օրս։ Ճիշտ է սա։ Ու ամենաշատ փողաշատողներից մեկն էր իր ժամանակաշրջանում։ Ասենք մի տարվա մեջ ինքը որ այնվաղ UFC-ին ոչ մեկ փող չէր աշխատում, 20 միլիոնից ավել փող աշխատեց։ Այդ ժամանակաշրջանում այդպես բաներ չկա ինքն է։ Ու ինքն էլ այդպես խոսալը, այդ ակշնը չուներ։ Անհատ ես ասում, որ միքս է, բայց այդ մարդուց երևի չգիտեմ, էլ չի եղել այդ ժամանակաշրջանում, հիմա էլ երևի ամենահամեստ կրվողներից մեկն էր։ Չկար այդ ակշնը իր մոտ, լրիվ համեստություն էր, մի հատ ուրիշ ձևի։ Ռոմ, հիմա գիտենք, որ գործող աշխարհի չեմպիոնն ես, Բակրամ Մուրտազալիև, 154 փաունդ է կրվում, ազգությամբ չեչեն, չէ։ Այս վերջում է Ցիմձյուին նոկաուտ արեց, որ տեղյակ չի, հետա կնայեն մենամարտը։ Քանի տարի է իրան մարզում էստեղ։ Ես հիշում եմ երկար ժամանակ, որտեղ ինչ եմ հիշում։ Սպարինգ արել ես գորը։ Չէ, Բեսպուտինի հետ որ բերում է հիշում եմ սպարինգ էին անում մեկ-մեկ, այդ ժամանակից իրան հիշում եմ արդեն 6 տարի առաջ է։ Այդ վաղտվանից ես այդ վաղտվանից ինքը գալի գնում էր, այդպես թեթև էինք զբաղվում, բայց հələ ոնց որ իատրիները չէի, քանի որ իրան ասել էի, որ սպասի մի հատ Բեսպուտինի հարցը լուծենք։ Հասկանանք ինչ ալու։ Չեմ կարող մեր ուրիշների նման 20 հատ բաքսով եկալ եմ, հետո 20 հատից
թե որը կստացվի դա էլ բախտի բան է, Հիշում եմ, հա, ճիշտ է։ հա, սիրում եմ կենտրոնանամ ինչ որ մեկի վրա, որ զգում եմ Անենք որ մինչև վերջ։ հա։ So Vesputin-ին որ ասեցի սպասի, ես մի հատ էս քամպը անենք բրցնայինք, Vesputin-ը տենանք չեմպիոն դառնա թե չէ, հետո նոր սկսեմ քո հետ աշխատելը։ Այտենց Vesputin-ը որ դարավ չեմպիոն, հետո այդ իր վիզայի խնդրեմ եղավ, գնաց Ռուսաստան այս կողմեկում, հետո ինքը հենց չեմպիոն դառնալուց հետո կապնվեց հետս, այդ կոവിഡ്ի վախտերով էր։ Իսկ Ռոմ կներես, այդ գոտին վերջը չհասկացա, ոնց վերցրեցին, ինչ եղավ։ Vesputin-ի Գոտի եղավ ինչ որ չէ, հա։ Ուրեմն Vesputin-ի հարցը սենց եղավ։ Vesputin-ը Վադայի մեջ էր։ Մենք պարապմունքների ժամանակ ջիմի մեջ, то даже եղել է Beverly Hills խանութում առևտուր անելուց Վադան գալի ռենդոմ ստուգում էր ամեն շաբաթ։ Դոպինգ կոնտրոլը։ Հա, դոպինգ, այդ Վադան հենց պրյամը Վադային էին իրանք, ասենք վերցրել։ Ասենք որ իմանան Վադի դոպինգ կոնտրոլն է, Կազմակերպությունն է, որ բոլոր Հա, ու սպորտսմեններին Վադան ամենա թափն է, ամենաուժեղն է, դրանից ենկոմ չկա ինձ թվում, ասենք։ Այտենց ամեն շաբաթ գային, ասենք, ստուգեն նորմալ էր սա, դաժե բոյից մի շաբաթ առաջ էլ եկան ստուգեցին, էլի նորմալ էր, ոչ մի բան չկար։ Հետո որ թռավ ինքը Ֆրանսիա, Ֆրանսիայում Ֆրանսիայի կոմիսիան է ստուգում։ Բոյից հետո անմիջապես։ Մոնակոյում էր, չէ՞։ Մոնակոյում, այո։ Անդե համ Վադան է ստուգում, համ այդ կոմիսիան է ստուգում մի խոսքով, կոմիսիայի պատասխանը սխալ է գալի։ Որ մի բան Բայց Վադայինը մաքուր։ Վադան միշտ մաքուր ա եղել։ Okay։ Մարդիկ չգիտեն այս պատմության գլուխը, ես բացատրում եմ, որ իմանան, ասենք, Վադան միշտ մաքուր ա եղել։ So այդ Ֆրանսիայի կոմիսիան հետո որ եկանք ստեղ, արդեն ինքն էլ հետ եկավ ասում է, ինչ էր, ես ոնց կարա ասես բանելներ, քրքրեցինք, մեծ դատ ճարվեց Ֆրանսիայի կոմիսիայի դեմ, որ այդ մի տարվա մեջ 157 հատ թե քանի հատ սպորտսմենի, մենակ բոքսյորի չէ, տարբեր սպորտսմենների սաղի մեջ մի բան ճարել են։ Երբ որ դատը շարունակվել է, տեսել են, որ խնդրեմը ապարատն է։ Ով էլ այսօր ուզի մտնի Google, կարա research անի, այդ սաղ դատը ջրի երես դուրս գա։ Բայց վերջնական հաշվարկով այդ մարդուն տվեցին իր գոտին, թե Հետո դրանից հետո նորից թեստեր արեցին, արդեն մաքուր էր թե ինչ, հետո կանչեցին իրան կոմիսիայի դեմ, կոմիսիան նստեց, հաստատ գիտեմ, որ էդ էլ հաշվի առան, բայց նստեցին, հետո այնքան փոքր մի հատ բան էր գրամ էր տոկոս էր ինչ էր, որ իրան ոչ բոքսից զրկեցին դրա համար, ոչ տուգանեցին, կոնկրետ ոչ մի բան չարեցին։ Այդ ընթացքում COVID-ներ ընկել մեջտեղ մոտ համարյա մի տարի, հետո դրանից հետո իր վիզան էր վերջացել, մի խոսքով այնքան էր երկար, որ իրան այդ վաղտ ասացին, օքեյ, մենք հիմա կթողենք Ուգասին կպնի քո գոտու համար։ Ուգասը կրվավ Պակյայի հետ, հա։ Հա։ Գոտին հաղթեց։ Մի խոսքով որ այդքան երկար ժամանակ էր անցել, իա տվեցին Ուգասին որ գոտու համար կպնի, որ ինքը պետք է հետո հետ գա այս կոմենկոմ, հա, հետո ինքը չկարացավ էլ հետ գա, վիզայի խնդրեմ ունեցավ, չկարացավ էլ հետ գա, այնտեղ երկու անգամ կպավ։ հա Բան էին անում, FaceTime պարապմունքներ էին անում սա։ COVID-ից sense է տկա։ Հիմա հետևում եմ Vesputin-ի տեսել ես, բանի մեջ է, ֆեդերացիայի մեջ է։ Ֆեդերացիայի բանն է, հա, ոնց Լավ պաշտոն է ստացել, ինչ։ Ռուսաստանի ֆեդերացիայի, հա, բանն է, մեծն է ոնց որ։ Հա, սա որ խոսում ենք, հետո միշտ խոսում ենք։ Բաքրամի հետ, այդ Vesputin-ից հետո նոր սկսար Բաքրամի հետ արդեն։ Այդ բազաները որ սկսվել էր արդեն Vesputin-ի հետ, այդ ընթացքում Բաքրամը հետս կապնվեց, արդեն ինքը մոտ մի 19 թվից ոնց որ mandatory-ն էր գոտի համար։ Առաջի համարներ։ Հա, ու մենք է սպասում էինք, որ արդեն բոյպրիտան կամփ սկսենք, բոյպրիտան կամփ պետք է սկսենք, տենց, հետո կապնվեց, ասեց բոյ ընտվե, բայց գոտու համար չի, ասի օքեյ, կարևոր չի, ես հիմա ազատ եմ։ Այդտենց սկսանք պարապելը, այդտենց արդեն եղավ քանի 5 տարի է, ինչ տես մի բան էլի։ Պես տեղա մնում, թե այն վաղ գնում գալիս էր հիշում եմ։ Հա, հիմա էլ է գնում գալի, հենց հիմա օրինակ ստեղ չի, բայց գնում գալիս է, հա։ Բայց կակրաս հիմա արդեն լուրջ մենամարտի է պատրաստվում էլի, գոտիմտի պաշտպանի, մի քիչ երկու բառով խոսացինք, ասեցիր, որ կամ Ռուսաստանում կլինի, կամ այստեղ կլինի։ Մի հատ sense մոմենտ պահ կար, որ ուզում էին Ռուսաստանում բոյանեին ու հելի այդ խոսակցությունը հələ կա, սո հիմա ինձ թվում է պետքա IBF-ի հետ այդ ճշտեն, իր մենեջերը, բա ինքը տենց։ Հա, սանկցիաների հետ կապված բան։ Այ դա խնդրեմը, հա, որով այնտեղ շատ են ուզում, ասենք հիմա այսօր մի հատ չեմպիոնը որ ունեն, ինքնա մեկ էլ Bivol-ը։ Չէ, ուրիշ չունեն ինչքան։ Չէ։ So ճիշտը որ ասեմ,
ես ոչ թե լսել եմ, այլ հաստատ գիտեմ, որ Բիվոլին էլ են ուզում այնտեղ բոյ սարքել, էլի։ Պետերբեևի հետ երրորդ բոյն են դրել, չէ՞։ Բայց էլի ոնց որ այդ նույն խնդիրներն է, որ Իրանն է, էլի ոնց որ։ So հիմա տենանք ոնց ալնելու, բայց ամենայն դեպս ստեղ էլ բոյ ունենք։ Երկուսն է սեպտեմբերի մեջ հանգնում իմ կարծիքով, կամենի, կամեսի, թող որը կլինի, դա էլ կվերցնենք։ Նոր ասացինք, որ Արմանին էլ էս մարզում էս երկար ժամանակ, գիտենք, որ մոտակա ժամանակները ֆայթ ունի։ Ես ու շատ էլի մարդկանց անունից ես ուզում եմ մի հատ հարց sense կոնկրետ ոնց ես տենում Իրան չեմպիոն տենում ես ու եթե հա ինչքան ժամանակ է դրա համար պետք որ Արմանը դառնա չեմպիոն։ Okay, դաժե կարա շատ շուտ լինի, որովհետև հենց հիմա ինձ թվում է արդեն խոսակցություններ կա, որ ոչ մի բան բարձ չի, հաստատ չի, բայց խոսակցություններ կա, որ դե իսլամը բարձրացավ վերևի քաշ, գոտին ազատ է, հիմա ինչ որ մեկը պետք է ինտերմ չեմպիոն, ժամանակավոր չեմպիոն դառնա, հետո իսլամը որոշի, եթե այդ վերևի քաշում հաղթելուց կամ պարտվելուց հետո ուզում է իշնի թե չէ, որը որ դժվար ալնելու չի իշնի, ըստ թվում է իմ կարծիքով, հա, այսինքն այդ վաղտ ով որ այդ ժամանակավոր չեմպիոն է, դառնալու է իսկական չեմպիոն։ Հիմա այդ չեմպիոնի համար կպնելու են Իլիա Տոպուրյան, որը ինքն էլ բարձրացավ այս քաշ, Ալիվերայի հետ։ Շատ հետաքրքիր։ Էդի եղած է արդեն այդ ամեն ինչը, որ ես ասում եմ։ Հա, էդի եղած է արդեն։ Բայց հիմա ինչի եմ ես այսքան բան ասում, խոսակցություններ, այսինքն սենց ասեմ, առաջի հերթին բոլոր UFC championship կռիվների ժամանակ իրանք ունեն backup fighter, այսինքն մի հատ զապաս կռվող, դաժե մեկ-մեկը լում է երկու հատ։ Այսինքն սխի է երկու հատ լում, այսինքն այդ նույն օրը երկու հոգի նույն քաշից իրար հետ կռվում են։ Ու դաժե եթե այս կռվողը ձախլիկ է, այսի աշլիկ է, որ ուշադիր լինես, միշտ կտենաս, որ այդ նույն օրը մի հատ ձախլիկ աշլիկ նույն քաշի թափ 10-ից կպնում են իրար հետ։ Որ հանկարծ ձախլիկը վնասվի ձախլիկին դրեն, աշլիկը վնասվի աշլիկին դնեն, որ այն մեկը չասի ես աշլիկի համար էի պարապում, դուք ձախլիկ եք դայաղանում։ Չէր կա։ Ջողում ես ինչ եմ ասում, սա որ ուշադրել են առնում են։ Հա, իրանք շատ, ասենք, իրանցը շատ ուժեղ է այդ ամեն ինչը, սո էդի սաղ իրանք անում են։ Սո հիմա backup fighter ով ալնելու այս կռվի համար։ Արմանը, էլի։ Հա, ինձ թվում է ալնելու Արմանը, տենանք։ Հələ բարձ չի ոչ մեկին։ Այսինքն Իրան բոյ չեն դնելու այդ շոուի մեջ, ուղղակի ինքը պատրաստվելու է, որ մարտելու են պատրաստվի, պետք է քաշ կայնես, որ պետք կլինի, այսինքն ինքը պետք է պատրաստվի, բայց հələ ոչ մի բան հաստատ չի, հիմա չգիտենք ոնց ալը։ Ու ես որ նայեցի, այդ օրը էլի մարդ կա top 10-ից իր ոնց որ քաշից այդ շոուի վրա, բայց հիմա չեմ ամ թե նրանք են բակապը, հələ ոչ մեկս չենք իմանում։ Սպասում ենք լուրջ պատասխանների։ Իսկ երբ կասեն մոտավորապես ռա։ Դե հիմա Արմանը կպնում է շաբաթ օրը Ռուսաստանում։ Գրապլինգ մաչ անում Pitbull-ի հետ։ Ինձ թվում է այս ամեն ինչը մա դզվի էսա հետ գա, ասեց բայց եմ 2 շաբաթ ուզում եմ մնա կռվից հետո ու հետ գա։ Ու սկսի արդեն պատրաստել։ Ասեց այդ վաղտ կգա, երևի մի 2-3 շաբաթ ստեղ կմնա լոսում, ու հետո կթռնի Մայամի, այդ վաղտ կարող ես թռնեմ, տենանք։ Տներս Մայամի ինչի համար են գնում։ Հիմնականում Մայամի շատ մեծ քամփ է, շատ մեծ ամերիկան top team-ն է, ասենք իրանք ունեն մոտավորապես անցած անգամ որ ընդեղ են 57 հատ UFC-ի կռվող ունեն։ Այսինքն բազա է, հա։ Մեծ բազա է, սաղ աշխարհի լավագույնները գալիս են ընդ, ասենք շատ UFC կռվող, այդ Bellator կռվողներ ու շատ չեմպիոններ դաժե։ Հիմա էլ ասենք հենց հիմա UFC չեմպիոնը Պանտոժան ընդեից է, այսօր իսլամի հետ կապավ այդ Մայկանոն։ Դա հենց ընդեից է մեր հետ էր պարապում, այդ վաղտ ինքն էլ էր պատրաստում դե բոյի։ Ինքն էլ էր զապաս կռվող, էլի, հա, ինքը պատրաստված կռվող էր, էլի։ Աչլիկ էր, Մայկանոն աչլիկ էր։ Իսլամը ձախլիկ էր, բանը ձախլիկ էր։ Այդ որ Մայկանոն հետ պետք է կպներ այդ ասորի տղեն։ Okay, իմացա։ Զապաս մարտիկ։ Երկուսն էլ մեկը ձախլիկ, մեկը աչլիկ զապաս ունեին էլ իրանք արդեն ապահովված։ Իսկ Արմանին Ռոմ ջան, ո՞նց ես գնահատում բոքսի իր տվյալները։ Շատ ալավացել, շատ։ Ես նայում եմ, Ես ամենադեմից հետ միշտ մտածել եմ, որ իր բոքսը լավ է։ Նա ինքը բան ունի, սենց չգիտեմ դուք թեքվոնդոին ծանոթ եք։ Չէ։ Okay, թեքվոնդոյի ես որոշ չափով թեքվոնդոյի ոտերի խաղը, ասենք այդ ոտերի աշխատանքը, այդ առաջ հետը ու այդ ամեն ինչը բոքսից ավելի շատ է։ Մի ուրիշ ձև է իրանց շատ է, էլի, որը գիտես, որով ասենք ստեյից այդ ձեռով չես կարող խփել, բայց ոտով կարաս։ Դա։
Ու թեկոնդո մենակ ոտա ձեռ չկա, ասենք ու այդ արագությունը ոտերի ինքը այդ խաղը ունի, ընդեից այդ բազան ունի մեջը շատ է պարապել։ So էդի որ արդեն փոխում է ձեռների հետ, ավելացնում է ձեռները, լավ ստացվում է։ So Իրանը ոնց է, ասենք Իրան դժվար է խփել, էլի։ Միամիտ կարող կպցնես, բայց թե ինքը հերվից այնպես լավ պահում է, չես է կարող լավ մոտիկանաս ոտով է խփում, հենց էլ մոտիկացար, ձեռը գցում ու ոտա մտնում։ So դու ինչքան էլ ուզում ես լավը լինես, ոնց որ դժվար է իր հետ աշխատելը։ Ասենք եթե բոքսը դելա շատ լավ է, էլի դժվար է իր հետ աշխատելը։ Հիմա իմ որպես չգիտեմ, սպորտսմեն նայում եմ իր վիճակին, իր մարմնին, իր ֆորմին, ոնց է բոյեր անում, ինձ թվում է հիմա ինքը պիկի վրա է։ 100%։ Չեմ էլ պատկերացնում հլա հասել է այն ամենաբարձր կետը, որով էլ 28 տարեկան է, իսկ թվում է հլա մի 2 տարի էլ ունի, այն ամենալավ կետին հասնելու։ So հիմա թե ինքը ինձ թվում է գոտին վեկալի մինիմում 4 տարի իր մոտ ալնելու, հա։ Հա, կպայի։ Հաստված տա։ Ու մի հատ էլ սենց բան կա, որ այն լեգենդ անունները, որ միշտ եղել են, չէ՞, UFC-ի մեջ, սաղ արդեն տարիքով են, ու սաղ հերթով սենց դուրս են գալիս։ Այդ top 10-ի մեջ, ասենք առաջի այդ 7-8 հոգին որ կան, անդե ասենք թե Գեյջի, թե Պորիե, թե ում ասես, թե Չանդլերը, ում ասես, սա ոնց որ արդեն մեծ մարդիկ են արդեն։ Մոմը որ հասնում այն վերջին գնացող աստղերն են։ Այն վերջի կետն է էլի մոմի որ արդեն չփչես էլ անգետում եկա։ Սաղին արդեն կարա անցնի։ Անդե մի հատ մարդը որ նոր հելավ ու շատ ասենք կարակկա մեջ է, դի Տոպուրյանն է այստեղ։ Տոպուրյանը շատ, հա։ Շատ լավն է, շատ է։ Ոնց է տենում այս թազա քաշի մեջ Տոպուրյան շանսը։ Դե նայած ու իսլամի հետ չեմ կա պատկերացնում ինքը կարա ինչ-որ մի բանանի, Արմանի հետ չեմ պատկերացնում, բայց ասենք ընդ մնացածին ինձ թվում է պետք է հաղթի հեշտ։ Հոլովեյին այդ ոնց գրեց։ Սաղին պետք է հաղթի ինձ թվում է հեշտ, բայց ասենք ինքը вообще 35-ից է սկսել, 135 փաունդից է սկսել, հետո էլ 45-ի չեմպիոն դարավ, մայլ 55 մի քիչ ճիշտ է շատ ծանր տաղա է, ասենք 185-90 կարող է հելնի միջև, բայց ինքը ասենք կռվի օրը չեմ պատկերացնում այդ մասանունի, որ կարա ասենք Արմանի ման մեկին կոնտրոլ անի։ Հա, կարող է խփի գցի, հա, որ ասենք զգուշ չլինի Արմանը կամ ասենք զգուշ չլինի Իսլամը, ինքը սաղին կարա խփի գցի, որով ունի այդ չորությունը ունի, հա, ու թայմինգն էլ է լավ, զգում է շատ լավ է զգում։ Հա, ոնց որ բոքսերն է պայթակ լրիվ զգում է, հա, ու ինքը խի այտենց լավ զգում, որովհետև ինքը վախ չունի, որ կարող է մեկը մտնի ոտ իրան գցի, որով ինքը այդեղ լավ ուժեղ է։ Ասենք կարող է լավ պահի, вообще վախ չունի, որ հեսա մեկը փորձելու է իրան գցի, էլի։ Բայց դες խի վախ չունի, որովհետև ասենք Արմանի նման մեկը կամ Իսլամի նման մեկը իրան չի փորձել գցի հələ որ այդ ուժի տեր, այդ մասայի տեր մեկը։ Արդեն այդ քաշի մեջ կարա խնդիրներ ունենա։ Սո եթե ասենք այդ գաբարիտով մեկը, այդ ուժի տեր մեկը, որ սաղ կյանքը 185 փաունդ ֆրֆրում է, 155 կպնում է, ու ասենք մի գրամ յուղ չկա վրան, սաղ ուժ է, թե ոնց է այդ վաղտ պահելու, արդեն դա չի գիտի։ Հա, դա հարց է, էլի։ Դա պետք է տենանք։ Ես հա, չեմ ճանաչում իրան տենց անձնական, որ մի բան ասեմ, բայց յոք, հա, շատ լավն է։ 100% շատ լավն է։ Պրոստը պիտի սպասենք տենանք, էլի, ոնց է անում։ Իսկ այդ հիմա ես sense որ նայում եմ մի քիչ sense չակերտավոր էլի բոքսի մեջ այդ քեմփի ժամանակ կամ կապ չունի մարզումների ժամանակ ավելի շատ բոքսի մեջ են ծեծվում թե MMA-ի հաստատ բոքսի բոքսի չէ սպարինգները տարբերվում է չէ բոքսի ասենք չեմ պատկերացնում ինչ որ բոքսից դաժան սպորտ կա մի հատ բոքսից դաժան ավելի սպորտ երևի են որ այն վերևից գլխի վրա ջուրն են թռնում ամենաբարձրից շատ բարձր տեղից չէ հա որ ոնց թռես մեկը գլխով ու բարձրադիր որ գլխով թռնես չէ հա ոնց թռնես մեկը ուդարը սուտում հա ասենք մեկ էլ ամերիկական ֆուտբոլը հա շատ դաժան բայց էլի բոքսից դաժան չի Դե լավ մի վաղցա մարդիկ հեսա Չէ դա ճշմարտությունն է հիմա ես օրինակ ամեն մեկի համար չի բայց ով էլ որ ապրես ամեն մեկի համար չի բայց ով էլ որ իսկական այդ մարդն է ասենք դրա համար Չէ գիտես ինչն է կայֆ որ ասենք տղեկ օրինակ հիմա խոսքը եկավ հասավ Ռոմանը վալդքարտ մի հատ տղա ունի լավ ջայլ 19 տարեկան է չէ 20 տարեկան տղա Ապե ֆունդորան բոյով շատ 140 փաունդ է կրվում, իզնից մի գլուխ բոյով է։ 6.3 հա։ Շատ բոյով տղա է, ու ասենք գիտես ինչն է դուր գալի այդ տղու մեջ, ասենք միակ իր պակաս բանը փորձն է հիմա, ասենք փորձն է, որ սպարինգի վրա երևում է որ
աշխատում են կոնկրետ վրան, ասենք Ռոմանը սաղորը հետն է։ Այդտենց զգացվում է, չէ՞։ Այն որ գալիս է սպարինգների օրից գումես բացվում է, ինչ որ բան է սովորում, ասենք առաջ օրը չէր կարող օրինակ փոր խփեր, ասենք մի 7-8 սպարինգ գալիս է արդեն, այն օրը սպարինգ անում, ասենք փորինակում Ռոմանն ասում եմ շլավ աշխատում է։ Ռոմանը փաստ է, որ մարդը աշխարհի չեմպիոններ է։ Ու ասենք այտենց տղեկը, որ ասենք գալիս են ընկնում են ճիշտ տեղ, էլի։ Հիմա ասենք ինչ ափսոս կլներ այդ տղեն, ապա շատ լավ տղա է, դուխով, որ կռվող, հա, Ուկրաինայի հայ է։ Իրա պապային է դու ճանաչում ես, ինքն է քեզ ճանաչեց։ Ասեց գնացել եք Ուկրաինա աշխարհի առաջություն թե Եվրոպայի։ Շատ ենք Ուկրաինա։ Ընդ է ձեզ դիմավորել են Խարկով, в общем, ձեզ ճանաչում են, իրանք ձեր հետ են եղել։ Բաչկովի հետ եք վայթեմ գնացել։ Հա։ Հա, Բաչկովի հետ 2 թե 3 անգամ։ В общем, շատ շնորհքով մարդիկ են։ Ոնց եմ այդ երեխեն ասենք հիմա անգնել մի հատ անաջող տեղ, ասենք փչանալու էր, դաժե եթե չփչանար է, մի քանի տարի կորցնելու էր։ Կորցնելու էր, զուտ տարի էր կորցնելու, հասկանում ես։ Կորելու էր այդ տարիները, հետո գնալ մի հատ լավ։ Ես ինքս այդ ճանապարհը անցել եմ։ Ես եկել եմ ստեղ, ասենք այդքան բոյ համարյա 50 հատ kickboxing-ի բոյ եմ ունեցել, մի 250 հատ բոքսի բոյ եկել եմ ստեղ, ասենք ես ինչ որ դուք հիմա ստեղ տենում եք, ես հայերը չկային, այսքան շատ հայկական ջիմ չէ, մի հատ հայկական ջիմ կար, սաղ Լոս Անջելեսում, ընկերաբոյի ջիմներ։ Գլենդելում էր։ Չէ, Գլենդելի կողքն է, Չևիչեզի այդ բուրիտոանոցը կա, այդ պոյզի գծերի այն հետևը, այնց LA, ասենք Մեքսիկանոց լրիվ, ասենց հետաքրիր տեղ էր, ասենք կարող մեկի շուտ գնայինք, նստեինք, սպասեինք թե էպա ջիմը բացվելու, մեկի ֆրայր տեներ, մեկը զենքը դրել է գլխիդ։ Ասում էր, ինչ գործ ունես դե, մեր եկել եմ պարապ եմ։ Okay, լավ։ Թողում է թումեր, այնց գիժ տեղ էր մի հատ։ Կգային ջիմի վրա կկրակեին, ասենք, այն վաղտը հայերս քիչ էինք, բան դա իրանք էլ մի քիչ այնց հա, քիչ ժողովուրդ, ինչ ասես կանեին, ասենք, որ վնաս տային։ Բայց դա սաղ ասենք անցավ դզվեց, հետո ասենք մենք եկել էինք ոչ մի հատ ասենք հասկացող մարդ կար մենեջմենտից, ոչ մի հատ ասենք պրոմոտեր կար, այսօր ասենք հայերը շոուանա։ Ոչ մի բան չկար։ Ասենք ես եկել եմ, ասենք ում սպարինգ պարտները ասես եղել եմ, ասենք փող են տալի, գնում ենք սպարինգ էինք անում, ասում ենք մեր մայր լավ կսովորենք։ Համ կաճենք, համ է փող կաճենք։ Լավա փող են տվել։ Ինչ տարիներով փող չէին տալիս աշխարհի չեմպիոնների հետ սպարինգ աշխարհի չեմպիոնների հետ սպարինգ էի անում միշտ կապի մեջ էին միշտ այդում էի օգնում էի բայց փող չկար հա չէ մեզի տալիս էին եմ ախտում միակ լավան նետ է եղել ուրեմն ռաունդ ասենք ամեն 4 ռաունդին ասենք լավ մի $100 կամ 6 ռաունդին $150 այդ նորմալ տան վարձը խոսքի մեզ սաղ ընտանիքի վարձը $650 էր եմ բենզինը $1 էր ասենք կյանքի էժան էր եմ ես բանի հետ էի անում ստե մի ստանիոնիսի հետ էի անում հա քեմփ հետ աշխարհի չեմպիոններ պիտի պատրաստվեր բանի հետ կռվեր օրտիսի վիրջիլի հետ հետո քենսել եղավ այդ վաղ ես էի օգնում իրան իրար պարում ենք 6 ռաունդի համար 600 էր տալիս ինձ ամեն իսկ ես գիտես ում հետ էի անում որ $1 չէին տալու Ֆուլցենի հետ որ պատրաստում էր Ինոյայի հետ ֆայթ գնաց $7 միլիոն ես կո սպարինգների հետ հիշում եմ հա $7 միլիոն գանարար ունեցա $7 կես զելա Գոնե մի հատ նվեր առնի Գոնե մի հատ նվեր առնի Մի հատ խփեց գցեց էլի չէ լավ խփեց գցեց մի հատ Հա ես դաժե այն վաղ իր սպարինգները քո հետ հիշում եմ այն վաղ տել էի կաշում Մենակ ինձ էին կանչում այդ սպարինգների գնա Ես օրինակ հիմա ում կանչում եմ տալիս եմ Մեր մոտ ով գալիս է տալիս ես մոտենում Ռոմ կներես իսկ էդի օրինակի համար լավ հիմա աշխարհի չեմպիոն չէր Բաղրամը սպարինգ պարտներ էր որ կանչում էլի վճարում էիր Հա Գիտես խի որ ասենք նայ Բաղրամը այն վաղ էլ աշխարհի չեմպիոն չէր բայց իր գեներալները շատ մեծ էր ասենք ինքը մենք 8 ռաունդ անոց բոյ ենք կպել 650,000 են տվել Դե լավ է Այդ ո՞նց է Դե ասեմ ոնց որովհետև ինքը համար 1-ն էր 19 թվից Չարլոն չէր կպնում իր հետ Չարլոն ասում էր լյուբոյ ում հետ ուզում ես կպի ես քեզ 1 միլիոն փող կտամ Ես էդի հիշում եմ Սա ասենք մենք մեզի 8 ռաունդ անոց կռիվ կպանք ասենք 650 դրանից հետո 10 ենք կպել խոսքի 800,000 են տվել Բայց մեր ֆրանկներ տալիս է Չէ մենք main event-ի հետ էինք մեզի տալիս էր PBC-ն այդ փողը որ մենք որ Չարլոյի հետ չկռվեք որ Չարլոն ասում է չեմ կարա քո հետ կպնեմ բայց օքեյ է իմ հետ կպնես այսքան պետք է ստանաս մենք նույն փողը քեզ կտանք դու կպի ես մի հատ եմ ինչ եմ անում ստեղ Ինքը տենց ու ինքը տենց ես իմ ինչ անելով չկպավ էլ հասավ քնելոյի այդ 20 միլիոնը դրեց ջեբը ու այդ բոյից հետո որ ասաց հաստատ կպնելու եմ հենց եկավ վախտը որ պրզբի տեսկոմ ենքոմ գոտին դրեց ասաց այս գոտին ինձի պետք չի ինչ ուզում եք արեք
ու դրանից հետո մենք փրսբիտ գնաց համար երկուսը այդ գերմանացի տղեն էր, չէ՞։ Հա, Ջեյքն էր, դրեցին փրսբիտ արեցին, դու պատկերացնում ես, ասենք տղեն աշխարհի գոտու համար չէր կպնում 8 ռաունդ, 10 ռաունդի համար առնում էր 800,000, 600,000, 700,000, այդ բոյի համար առավ 350,000։ Գոտ, պատկերացնում ես ինչ եմ ասում, աշխարհի գոտու համար առավ։ Բայց ինչի համար էր դա տենց։ Որով փրսբիտ գնաց այս անգամ արդեն, PBC-ն չուզեց այս բոյը, որը իր կրվողը չի։ Նրանք կազմակերպեցին։ Գերմանացիք հաղթեցին փրսբիտը 350,000-ով կապեցին։ Սա շոուն իրանք պետք է անեն, իրանք պետք է վճարեն, էլի։ Բայց ստեմ մատ հարց է առաջանում։ Գերմանացի տղեն քո պատկերացումով ինչքան փող է ստացել բանը, իր գանարը ինչքան է եղել։ Ընդ մի 50% տալիս է պետությանը, գիտես։ Մինիմում։ Ասենք այն անգամ այդ բանը ասացին, $30,000 էր մնացել այդ տղուն այդ բոյից։ 25 թե 30,000 եվրո։ Պարտքեր մնացել, այնց պարտքա մնացել մենեջերին բան։ Հետո ով։ Ջեյքը։ Այդ Ջեյքը։ Ո մեր բոյից։ Բախրամուն որ կրեց այդ բոյից։ Բայց այդ բոյից։ Այո։ Լսի Ռոն։ Սենց բան չկա։ Ես չեմ մացել, նորություն է իմ համար։ Այնց պարտքա մնում մենեջերին, որ այդում է մենեջերի սարկած զալում, բոքսի զալում, տրիներություն է անում։ Մի տարի, որ այդ պարտքը փակի։ Լավա մենեջեր ռեստորան չուներ կանչել ասել աման լավա։ Ես տենց գիտեմ։ Բակրամ որ գնացել էր, դե ես հետը չգնացի Մարդրեցի հետը գնաց, բայց 24 ժամ կապի մեջ էինք, ասենք, ինչ կուտի, ինչ պետք է անի, երբ պետք է քնի, երբ պետք է ելի մի խոսքով սաղ։ Հետո իր այդ որ կապի մեջ էի, ասենք պատմություն խնդալուց կմեռնես։ Ուրեմն գնում անդե, դες դու rival-ի ձեռնոցները շիպ ալնում անդե, ռասը, մեր քատմեն, այս rival-ի տերն է, դե ռասը թռնում անդե, ձեռնոցներով ամեն ինչով թափտասա տանում է։ Այս գերմանացիք ասում են, այս ձեռնոցը չես կարող կռվես։ Ինչի՞։ Ասում եմ, չեմ կարող կռվել, դու գիշ ես ինձ ձեռնոց թափտացել ավրով, մենք չենք ուզում սրանով կռվես։ Այդ շոուի տերն է գալի, բա ասում է, չես կարող, ես կոմեք, չեն կարող, всё, չեն կպնում, ուրեմն մեր ձեռնոց դու կարաս այս ձևի պրիձելներ դնես մեր դեմ, որ մենք ինչ կարանք հակնենք, ինչ չենք կարող հակնենք, լրիվ սաղաշարը հակնում մենք չենք կարող։ Մի խոսքով, որ գնում ես մրցում է, դու էլ գիտես, միշտ պետք է երկու զույգ ձեռնոց ունենաս, չես կարող մի հատ ունենաս, հետո դու հակնում ես, որն է հարմար։ Մի հատ նրանք են հակնում, դու որը սիրում ես, կարաս մի զույգը, մի հատ է զույգից ընտրես, մի հատ այն զույգից լավ անստում ձեռդ վրա, հետո իրանք էլ ստուգում են, ու ասում են, օքեյ, պրոբլեմ չկա, ոչ մի բան չենք տենում վտանգ մեջը։ Մի խոսքով Բակրամը ասենք, որ արդեն համոզվում են մի պայմանով։ Բոյը նայես, այդ բոյը կարաս YouTube-ով մտնես նայես, կտենաս իր պայմանը որն է։ Որը ընտրում է Բակրամը, աչն ու ձախը, այն մյուսն աչն ու ձախը պետք է հակնի Ջաքը։ Վրեն Բակրամի անունը գրած։ Լուրջ չես ասի։ Չէ, ախպեր, ասում են, դե որ դու ես հակնում, մենք էլ ենք ես հակնում։ Այ քեզ բա։ Իրանք էլ հակնում են Բակրամի երկրորդ զույգը։ Անունը վրան գրած։ Անունը վրան գրած, ախպեր։ Ջաքը կռվում է Բակրամի ձեռնոցներով, Բակրամի անունը վրան գրած։ Ինչ է։ Դու հասկանում ես ինչ եմ ասում։ Ու պատասխանն էլ ինչ են տալի, որ էսի Գերմանիա մենք ոնց ուզենք տենց է կանենք։ Վախ։ Հիմա պատասխանը։ Արի, կետա մեռավ դրա։ Պատասխանը էդ է եղել։ Լոգիկա չկա։ Ֆրոմա այդ մեր բանին ասում է this is Germany, we do what we want, հենց։ Ու ես գիտեմ, որ իրանք այդքան փող ծախսին է տարնես բոյանդե, ոնց որ իրանք ցույցներ, որ պետք է այստեղ անպայման չեմպիոն դառնա։ Ու ինադու են հենց արածին։ Հա, ուզում էին։ Անպայման Ռամադանի վաղտ գցեցին։ Ես վիդեոների ունեմ, սա մենք ամեն օր պարապում ենք գիշերը ժամը 3-ին, Իրիգունը ժամը 9-ից մի հատ առաջի պարապում, երկրորդ պարապումը գիշերը 3-ին։ Գիշերը 12-ից հետո են, չէ, ուտում թե։ Նո, հենց արևը մայր մտավ, իրանք կարան ուտեն, որը այսինքն ժամը ասենք 6:30-ն է մոտավորապես, 7 այդ ասենք այդ ամսին էլի, հələ ինչա փետրվարի վերջը, մարտը, ինչա, հələ ոնց որ օրերը լրիվ չի երկարել։ Սո տենց արևը մայր է մտնում, ոնց որ 7-ից կարան հաց ուտեն արդեն։ Սո 7-ին ինքը ուտում էր, 9-ին պարապմունքը սկսում էինք, դե չես կարող ուտես ու պարապես միանգամից։ Դե ամենայն դեպս այդ էլ պետք է խանգարացելներ։ Իհարկե կխանգարի։ Դու պատկերացնում ես, ես ժամը գիշերվա 3-ին կամ գիշերվա 11-ի համար սպարինգ պարտներներ եմ ճարել։ Ինչքան փող կուզեն, բայց այդ Դու պատկերացնում ես կամ ով պետք է համաձայնի։ Ախպեր մի օր գալիս է անում, երկրորդ օրը գալիս են գիշերը ժամը 12-ին նստում ենք, սպասում ենք չի գալի։ Զանգում եմ քնած է։ Ասենք շատ վատ անցավ այդ ամեն ինչը։ Մի հատ 9-ին էինք պարապում։ 11-ին բրծնում։ Ինքը գնում էր քնում էր։ Ես շատ վաղ չէի էլ տում մնում էի ջիմում, ռինգի վրա պարկում էի հանգստանում եմ միջև գամ։ Եկե ժամը 3-ին հետ էր գալի։ Պետք է հասցնեինք։ Լրիվ ռեժիմը փոխել է, էլի։ Պետք է հասցնեինք, պարապեինք, բրծնեինք միջև արևի դուրս գալը։ Այսինքն 3-ին սկսում էինք 5-ին պետք է բրծած լինեինք, որ ինքը ասենք հասցներ ջուր խմեր, հասու։ Իրանք սաղուրը չեն կարա ջուր խմեն նույնիսկ։
Ասում ես ինչ եմ, ջուրքի չի կարող։ Այսինքն այնքան շուտ պետք է պրծնի, այնքան ժամանակ ունենա, որ գոնե կարող է հաց ուտի վիճը ջուր խմի, որ այդքան քրտինքը որ կորցրել է, գոնե մի քիչ recover անի։ Ռոմ, գիտենք որ նաև ջիմ ունեք։ Որտեղ էր գտնվում։ Glendale, մեկ էլ Montrose։ Հա, երկու տեղ, երկու location այսքան, հա։ Հա, մի հատ էլ Northridge ենք հիմա բացում։ Օ, այս։ Անդե համ box, համ MMA։ Հա, box, MMA, այսինքն MMA որն է, անդե ունենք box, jiu-jitsu, kickbox, jiu-jitsu երկու տեսակ կա, ասենք մեկը կիմոնոյով, մեկը առանց կիմոնոյի, հետո ունենք բարբայի դասեր ենք անում, սա այսինքն եթե մեկը գալիս է ուզում է MMA կպնի, այս ամեն ինչը որ անում է, ոնց որ արդեն սա ամեն ինչը անում է, հետո առավոտները անում ենք առանձին MMA սպարինգներ, բանտես, որ կոփվեն ավելի շատ MMA-ի մեջ էլի։ Մեկ էլ շաբաթվա մեջ առավոտները ովքեր որ կռվի է պատրաստում MMA-ի պարապմունքներ ենք անում։ Սաղ է սպորտը լավ հասկացանք դրեցինք միան։ Ստեղի կյանքը դուր է գալի քեզ Ամերիկայի։ Ես որ սկզբից եկել էի ստե, տենց լուրջ նպատակով չի եկել որ ստե ապրեմ, բայց դե Գերմանիայից է եկել։ Հենց եկա իջա սեպտեմբեր ամիս։ Սո սեպտեմբեր ամիս Գերմանիա եղանակը վատ, եկոստե օրև։ Կայֆ։ Նոր տարուն ծովում ենք եղել, պատկերացնում ես։ Դրա այդ մյուս նոր տարուն ծովում։ Սաղ կյանքը ցրտերի մեջ չէ։ Եկա Պոլշա, Գերմանիա, բան, հետո եկա ստե, ասի վերջել։ Մնում ենք ստեղ։ Հա, եղանակը լավ, տրամադրությունը լավ։ Օրինակ Եվրոպայի դժվարությունները, որ միշտ ընդես նոր ես գնացել Եվրոպա ու հետո նոր ես եկել Ամերիկա, համեմատելու է նույն ոնց որ ձևի ես անց այդ դժվարությունները, թե ստե ավելի հեշտ էր, թե դեր ավելի հեշտ։ Բոքսի առումով ստե շատ դժվար ա եղել։ Հա։ Դες Գերմանիա հենց գնացինք, նոր էին գնացել, ասենք Պոլշայից որ մեզ տարան Գերմանիա, հենց ընդ գնացի, առաջի օրը գնացի զալ, մի շաբաթ սպարինգներ, այնտեղ ասենք Օլիմպիադայի պրիզոր տաղակար, աշխարհի պրիզոր տաղակար, սպարինգներ արեցի հետները սաղի հետ, այն վաղ 15-16 տարեկան էի։ Մի անգամից մեզ տուն տվին, այս սարին, այն արին, ամեն ինչ հարցերը լուծեցին, ուրիշ ձևի մի կյանք էր, հա, ասենք, հա, էլի, բայց ես եկել եմ ստեղ, մենք ապրում էինք, ասենք Գլենդելի ամից ծերը, մեքենա չունեի, ոտով գնում էի պարապմունքի։ Զալն է ես իմ ուր։ Մի ժամ։ Հետո հեծանիվ կպցրեցի։ Սա հեծանիվով գնալ պարապմունքի։ Հետո ջոգեցի մենակ պարապմունքով չի լնելու։ Աշխատել։ Ինքերս գործ ճարեց։ Առավոտը ուրեմն ժամը 8-ին գալիս էր ինքը անձի տնից վեկալում էր, գնում էինք գործի, ինքը 7-ին պետք է պրծներ։ Ես պետք է 5-ին ջիմում լնեի։ Սո ես պայոկը ասես լանչով ուտելով ամեն ինչը վեկալում էի հետս, քշում էինք բրբան գործի, ինքը գալիս այնց վեկալում էր, գնում էինք բրբան գործի, գործից ես այդ բոսերը գիտեին, այսպես լավ տղեկ էին երկու աղբեր, լավ հայ տղեկ էին, միջև հիմա էլ կապը կա հետները։ Ասում էին, չէ, դու երբ ուզում ես գնա, պրոբլեմ չկա, ասենք ես մի տենց ժամը 4-ի կոմը հելնում էի, որը դուց բրբանկի այն ծերից, այն ստուդիոները բանը որտե այն ծերից կամ ավտոբուս կլներ կամ չեր լինի։ Ստե մի քիչ ուրիշ է այդ ավտոբուսը։ Այդ եմ ասում, այդ Սան Ֆերնանդո Չեվիչեզի այդ հետևը։ Հա։ Դե դու պատկերացա ոտով կամ ավտոբուսով, մի ձև հասի պարապմունքի ու վազում էի, բակփակը գցում էի ուսերից, վազում, սանդվիչես կծելով մեկ էլ։ Ես քեզ ասեմ, որ մենակ դու չես այտենց տանջված։ Մենք ենք նույն։ Թազատվերին ենք։ Դե նայ հասնում էի պարապմունքի, հետո ասենք ես այդ ասենք նպատակով եկած մարդ, ոչ եմ մեթալու մի ժամուկ ես պարապեմ, պրծնեմ, միջև 8-ը պարապում էի։ Այդ ընթացքում սա մամասնց ուտելիքները ասենց պլաստիկի մեջ, դեսերտով բանով սակա։ Հա, ասես մեղրու կարակով, բանով, մատնակաշով սաղ դրած։ Պրծնում մեկ էլ նայում էի, ասենք սաղ շուտ էին պրծնում, եթե ասենք ես է ուզենայի շուտ պրծնեի, մեկը տուն կտաներ ինձի։ Բայց եթե ուշ էի պրծնում, ես իմ ույսին էի, նորից ոտով գնա տունը դուց։ Մի ժամ։ Դե հիմա արի որոշի կամ երկար պարապես կամ ոտով։ Ամենաշատը, ասենք որ տարեբելա մեր որտեղ որ ապրում ենք այդ հարևաններից մեկը, որ ասենք այդ օրը գործի չներ, կգարանցի ջիմից գիտեր որ ընդեմ կգարե ժամին կբերեր, որ ոտով չգամ։ Մեկ էլ համար մեկ մարդով որ ինձի միշտ թեկուզ ասեն իրանք շուտ է պրծնեին, այնված Վանեսը հələ փոքր էր։ Իրանք շուտ է պրծնեին, պետք է ինքը մնար, ինձի տուն բերեր Վանեսի papaներ։ Հա, պետք է մնար, որ ինձի տուն բերեր, հետո ասենք որը որ գործի չեթայի, պետք է ասեր հանկարծ դու տնից չշարժվես, ես գամ քեզ կտանեմ պարապմունքի ու շատ վատ ասենք լրիվ ասենք հակառակ կոմի վրա էր էլի ճանապարհը ասենք։ Թվերից տենց ոնց որ Վանեսը պարապել։ Վանեսը էլ մեր հայ տղեկից ով է եղել։ Սահակը
Չեմ ճանաչում։ Յոժը, Արտյոմը։ Հա, Արտյոմն էլ է։ Հա, մի օր ես ու մետ Արտուրն էինք, Աբարանցի Արտուրին հիշում ես։ Ստե 17-ը բոյար։ Լսել եմ, բայց Հա, շատ լավն էր Արտուրն էր։ Մի հատ էլ ուրիշ Արտուր ունեինք։ Մի օր ես ու այդ Արտուրը սաունա նստած ենք, այդ գտնում էինք շաբաթը մի օր երկու օր այդ բանի սաունան։ YMCA սաունան։ Հա։ Ամենը ասենք էժան տեղն էր։ Արմար տեղն էր սպորտսմեն։ Ընդ մեջը մի հատ հայ տղա կար աշխատող, իրան $100 տակից փող էր տալիս, մի տարվա քեզի կարտ էր տալի։ Մի տարի ծրից։ Մի տարի ծրի եթում էր խոսքը։ Չգիտեմ ոնց էր անում էր։ Մի խոսքով, այտենց այդում էինք սաունա, շաբաթը մի երկու օր այդում էինք, մեկ էլ մի օր նստած ենք, խոսում ենք, սպարինգից ենք խոսում, բոյից ենք խոսում, սպարինգից ենք խոսում, բոյից ենք խոսում, ասես գոլորշին սպանում է, մարդ չէ ջոգում է ով կամ մեկ էլ գոլորշին ասես մի քիչ թուլացավ, մեկ է դե յոժներ այն վաղ ինչ էր Թեթև շատ, 60-ից ես էի 65-ը շատ, այ ապրես, 130 մեկ էս ախպեր բաքսի ուրեք, Այդքան վաղ ձեր չէր անում, լսում էր։ լսում էր, ասիկ, տենց, բա ես էլ եմ նոր եմ եկել, ես էլ եմ այդ վաղ, ագին ֆայթ արել։ այդ վաղ Եվրոպա էր կարել, ինչ էր արել, տենց եկի բեկել էր, Օլիմպիադա էր գնացել Վիկի հետ, հետո ընդուց եկել էր Եվրոպա ու մի անգամից եկել էր ստե։ Հա։ Արտյոմը հենց աշխարհի գոտու բոյին է հասել։ Վասկեզին կրվավ ու գնացել։ Հա, ու գնաց, հա, գնաց։ Բայց գիտես, սպարինգներին ասած երեխու նման Վասկեզին ծեծում էր։ Մենք ամեն օր իր հետ ենք եղել։ Երեխու նման ծեծում էր, էլի աշկովս եմ տեսել։ Ոնց էլի ջոգում է։ Բայց այդ օրը ապերանից Ասма շատ ակաշկց է, դու շկարժ ժամանակ։ Նայ տրիներն ու մենեջերը իրար սկսան խնդրեմ ունենալը։ Տրիներն էլ էր մեր ընկերը, մենեջերն էլ էր մեր ընկերնի հայրն է ամերիկացի էր։ Այսպես ոչինչ անհետաքրիր բաներ սկսավ լնել, ոնց որ ամեն ինչի իր վրա ազդուեց, չկարացավ նորմալ պարապի։ Հոգեբանական խնդրեմ։ Բացի էդի պարապմունքն էլ չեղավ։ Այնի ասում ես սրա մոտ մի պարապի գնանք ընդ, այնի ասում ես քան տարվա տրիները սա ոնց գնամ ընդ, այնի չի կարա։ Ոչմ սենց, հետո վերջը լեզու կտան, բայց այն ամենավերջի վարքյանին տես մի բան։ Այդպես խնդիրներ էր լիքը։ Թե չէ ինի ասենք հաստատ ասենք Վասկեզին ասում եմ սպարինգներին երեխու նման ծեծում էր։ Վասկեզն նոր մահացավ։ Հա, տեսա։ Ռակնգա մահացավ Վասկեզն էլ։ Ասենք աշկովս եմ տեսել։ Մենակ Վասկեզին չափ է, Կասամայորին։ Դե ես որ եկել եմ այդ վաղտ որ նոր եկա, տենց ընկերաբոյի ջիմը, հետո Վանեսի հետ գնացինք Փասադինա սկսանք պարապելը, հետո ես արդեն որոշեցի որ պրո եմ մտնում wild card ու տենց wild card եմ եղել, այն վաղտ մի հատ ռուս տրիներ կար Բորիսը, հիմա մահացել է այս, այն վաղտերով մահացավ։ Իրա մոտ էինք, հետո եկա Գուսնի մոտ սպարինգից Տևենայից, այլ չթողեց գնամ, պահեց։ Մնացիր Գուսնի մոտ։ Գուսնն էլ էր։ Կորալեսներ, բաներ, վաղտոստե սպարինգ ենգան, բայց այդ վաղտով, ասենք Արտյոմը Կասամայորին չլում էր մի ուրիշ ձևի, իրոք լավ բոքս էր։ Չի ֆրացել այդ բանը, վախտը բան չի եղել, իրոք ուժեղ ա եղել իրոք, ես շատ տեղից եմ լսել, որ ինքը սաղից ուժեղ ա եղել։ Հիմա էլ միջեմ էլ կապի մեջ եմ, միշտ խոսում եմ, մենք էլ լավ, շատ մոտ ենք Արտյոմի հետ, ինքը շատ լավ տղա է։ Բանա չէ, բայց եմ յունիշներից բորնի տրիները ինչ։ Հիմա չգիտեմ, բայց մոմենտ հա, չէ։ Յունիշներն, հա, յունիշներն։ Մենք իրար շատ մրցում ենք գնացել, Սիրողականում Լյուբիցելում մեզի շատ տուրնիրներ իրար հետ գնացել ենք, Չեխիան գնացել իրար հետ։ Մենք էլ մի զալից ենք եղել, մեր ինտերնատի սպորտ դպրոցի։ Մենք էլ Բանգլադեշից, հա, չէ՞, Բանգլադեշից էր, մեզնից մի քիչ ներքև էր ապրում։ Խոսում ենք ասում Ամերիկայից այ գործենք դե շքան լապա ձեռոց այ բերես աղ բերի բաժանից դե նոր եկել էի Ամերիկայից հետ էր գնացել դες իշքան մարդու միշտ բան արա, բերել օգնել է, բաժանել է։ Մի հատ թեմայից դուրս մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնեմ, որ մեր նայողներին է կհետաքրքրի։ Դե հետևում եմ, համել ասեցիր, որ տղետ հիմա բանա, ջիու-ջիտսու է, չէ՞, պարապում։ Համ ջիու-ջիտսու, համ բոքս, համ բարբար։ Ես հետևում եմ քեզ։ Կարծեմ աղջիկը տել երկու աղջիկներս գիմնաստ են։ Գիմնաստ են։ Մեկը այս տարի վերջի տարին էր արդեն բրծավ, քոլեջ պետք է գնա։ Պստիկս մի անգամ Ամերիկայի հաղթել, հետո կտրվավ ոտի մկանը, MCL-ը։ Մենիսկն է, հա։ MCL-ը, բարգավոյի սվյազկա, հա, կտրվավ, հենց այդ բանից հետո Ամերիկայից հետո կտրվավ, հենց մի տարի вообще չկարացավ, հետո երկրորդ տարին սկսեց, հետո էրուտնիստեղից ասին ոտի ոսկորի ռակ ունի։ Օ։ Եկքավախ տենց սաղ քանդվեց իրար, հետո պարզվեց, որ դա սխալ դիագնոզ էր։ Մի խոսքով սենց գնացինք դժոխք հետ եկանք, բայց փարքացու հիմա լավ է, հիմա մի երկու տարի հələ ունի, որ ուզում եմ բարապի միջև։ Ուզում եմ շարունակել։ Հա, միջև քոլեջը սկսել է, հələ մի երկու տարի ուզում եմ գազ տատենակ ոնց։ Սպորտային ընտանիք է, էլի Ռոմ։ Աստված առաջ, ես օրինակ
կներես գոր այդ առումով է այդ բանով է ուզում հարցնեի երեխեքին դու ես ոնց որ քո կամքն է եղել որ սպորտի մեջ մտնեն թե իրանք իրանց ձևով այտենց որոշեցին ես ուզում եմ պապա ջան ուզում եմ այդամ ասենք jiu-jitsu-ի կամ գիմնաստիկայի ոնց է դտեղս աշկերը բացելա մենակ էտա տեսել ուրիշ բան չի ջոգեր կարելի է հետո տղուց վերաբերյալ հետո հարց կավելացնեմ ինչի բոքս չէ այդ է աղջիկներս իմ կինս լոյերա փաստաբանա ասենք սաղորը դատերի մեջ իրանց այդ փաստաբանական բազարների մեջ вообще սպորտի հետ կապ չունի սաղ կյանքը չի էլ պարապել բայց երևի ամենամեծ ինձանից շատ ավելի ինքն է քաջալերում սպորտը երեխեքին ինձանից ավելի շատ ես կասեի հա վաղտկա ես ասեմ դե լավ մեղք են երեխեք են ինձ ոչ չէ Հիտլերի նման հստակացնում so բայց աղջիկներս էլ դե հիմա բոքսել են պարապում աղջիկներս ահորը զալն են լավ է հա բա ոնց երկուսն էլ պարապում են բայց դե գիմնաստ են հա բայց շատ են սիրում այտենց բելի շատ փոքր վաղտվանից միշտ պարապել են տղես էլ տղես մի քիչ խնդրեմ ունենք տղուս ինքը բոքսի մանյակ է մենակ բոքս է սիրում ես հետ եմ պահում հələ փոքր է բայց պարապում անց չի որ չի պարապում բայց ասենք շաբաթը մի օր սենց շատ գաստա շատ ուզենա կարող է բայց չպատասխանել իմ հարցին դու ես սենց չակերտա որ ստիպել որ սպորտի մեջ մտնեն գիտես ոնց է ասենք ոնց որ հիմա իրան հարցնում եմ ասում ինչ ես ուզում դառնաս ես ասում եմ արի բժիշկ դառել ի համոզում սաղորը բայց խի Հիմա դու որ անցել ես դրա մեջ դու ես որ ասում եմ իմ կռիվ են չէ բացատրեմ էլի ասենք իմ կարծիքով չէ ասենք սպորտսմեն ես մանավանդ բոքս չէ Լյուբոյ սպորտի մեջ մի ուրիշ բանով էլ կարաս զբաղվես ոնց որ երկրորդ պլան B կարաս ունես բոքսի մեջ չես կարող եթե պլան B ունես ուրեմն A չի ստացվելու չէ պլան A չի ստացվելու բոքսը եթե ունես էսա էս նպատակն է ու դու պետք է գնաս եթե ասես լավ էսի չելնի էսի կանեմ ուրեմն էսի հաստատ չի լինելու վերջ ես տենց գիտեմ տենց է կա հա ու եթե ասենք մի հատ մարդ սաղ կյանքը դնում է բոքսի մեջ ու էդի կարող լինի 30 տարի ծնված օրվանից հետո ասենք 30 տարեկանով էլ արդեն մի բան այն չեղավ ու ասենք մի տոկոսից կեսի ավելի քիչի մոտ է ալնում էլի ոնց որ չէ 99%-ը չեն հասնում կամ էլ հասնում են բայց արդեն այդ հասնելուց հետո էլ այդ գաղափարը չունենել որ ասենք հետո կյանքը ճիշտ դասավորեն քանի որ սաղ կյանքը տվել են ստե ուրիշ բան չգիտեն միշտ լիքը ուրիշ բաներ կա դրա համար իսկ ասենք եթե բժիշկ դառնաս խոսք օրինակ 30 տարեկանից հետո նոր սկսում ես։ Կյանքդ նոր է սկսում։ Նոր սկսվում է, չի բրծնում։ Նոր սկսվում է մինչև 70։ So ես ասենք ավելի sense որպես բոքսեր չեմ նայում, էլի ավելի sense ոնց կողքի մարդ եմ նայում այդ կյանքին այսօրով ու քանի որ այսօր լիքը սպորտսմենների են պարապացնում ու իրանց սաղին էլ բացատրում եմ էդի սկսելուց առաջ իրանց ծնողներին էլ երեխա վաղտվանից որ բերում են բացատրում են որ էսի է սպորտն է շատերը հայն ասում, շատերը sense թարսնայում են վրես, ինչ ես քեզ ասում էլի, չէ՞։ Բայց դե ճիշտն եմ ասում, ասում հաստատ տղետ պին տղա կդառնա, լավ տղա կդառնա, բան, բայց ասենք մտածի էլի ուզում ես բոքսոր դառնա, թե չէ։ Բայց կողմ է, չէ՞, որ բոլոր երեխեքը պարապեն անպայման։ Էտա հաջորդ հարցս էտա, որպես նախ եւ առաջ ծնող, հետո սպորտսմեն, բոքսոր, հետո մարզիչ, որպես արժի որ մարդիկ իրանց երեխեքին տանեն ինչ-որ սպորտաձևի կամ բոքսի ու ինչ պետք է տա էդի ապագայում կամ ինչի համար պարապեն այդ երեխեքին։ Ոչ թե արժի, այլ պարտադիր է էդի ինձ որ հարցնես, տեսես 3 հատ երեխա ունեմ, իմ երկու աղջիկները, մարդիկ մեկ-մեկ ասում են ախպեր դա նորմալ չի, բայց իմ աղջիկները 8-րդ դասարանից հետո հələ փոքրս 6-րդ դասանից թողել դպրոց չի գնացել հոմսկուլա, նոր էլ մեծս ավարտեց ոսկի մեդալով, այդ Valley Victorian ավարտեց ու USC ընդունվեց UCLA no USC հա ընդունվեց USC ասենք լոյերական է շարունակելու պարտադիր է մի խոսքով ասինքն մանավանդ տղու համար ասենք ոչ թե ասենք մի հատ ուրիշ սպորտ այլ այնց սպորտ որ կռվի իսկ թվում է դա պարտադիր է անպայման չի բոքսը լինի այնց սպորտ որ կռվի
Ոչ թե որ սենց անեն գորրան ստից օթի մեջ, այլ կռվի իրոք։ Պարտադիր չի դառնա, չգիտեմ, պրոֆեսիոնալ սպորտսմեն, հա, կամ ասենք սպորտներ կա, որ սենց ստից ձևական բաներ են, ամ չեն կռվում օթի մեջ, էլի, ասենց այդպես բաներ չէ։ Իրոք որ կռվի, երեխան պետք է տղա երեխան պետք է կռվել իմանա։ Ես երկու ձևով Չի կարա կռվել չի իմանա։ ոսկիրը Թե բարբայա, թե ջուդոյա, թե ջուջիցուա, թե բոքսա, թե քիքբոքսա, պետք է տղա երեխան կռվել իմանա։ Տղա երեխան պետք է իր ընտանիքին վաղը կարա պաշտպանի, իր ունեցածին կարա պաշտպանի։ պայքարել Հա, սովորել։ ամեն րոպե չի որ կարա հեռախոսը վեկալի խփի 9-1-1 ու բա որ գանտենան արդեն ուշա։ Ճիշտ է։ Չէ, շատ ճիշտ է։ Տղա երեխան տղային պետք է կռվի։ Արտադիր։ Ու վերջ, ու ասենք էդի պետք է լինի ոնց որ ոչ թե ասենք անտեղի, այլ պրոստը էդի ինքնավստահություն է։ Իմ երեխան օրինակ ես չեմ լսում, սա աղ երեխեքը դպրոցում կռվի, երեխան կռվի չի մեջ չի գրում դպրոցում։ Ինքնավստահ։ Հա, ինքը խնդրեմ չունի ոչ մեկի։ Իրան չեն էլ կպնում արդեն, որ ինքը կռվի բանի, էլի, որտեղ Հետո եթե դպրոցում սպորտսմեն երեխա կա, չեմ հասկանում ոնց, բայց իրանք իրար գտնում են, սկսում են իր հետ ընկերություն անելը։ Անկախ իրարից։ Կուլտուրա է դառնում։ Հա, եթե ասենք մի հատ ռեստորանում մենք նստած ենք 20 հոգի են, այդ 20 հոգու մեջ մի հատ սպորտսմեն կա, անկախ իրարից մենք սկսում ենք իրար հետ խոսալ, այն 18-ը հելնում են ծխելու։ Մենք նստած մնացինք սկսանք խոսալ, չենք հելում ծխելու։ Բացի այդ էլ ասենք այդ կոնկուրենցիան էլի ասենք որ ձգտումը դա իհարկե դեռ մի ինգերը մի բան արեց ոչ թե մենակ էդի սպորտից հետո դու սաղ կյանքում ամենտեղ ես օգտագործելու այդ ձգտումդ այդ կռվելը ասենք խոսքի ասենք թե ասենք ընդունվեցի միտեղ գործի դու պայքարելու ես հասնես այն բարձունքին ասենք եթե պետք է խարակտեր է դառնում էլի շատ ճիշտ է այդ խարակտերը որ պետք է ձգտես հա էդի շատ բան է էլի ասենք ես իմ չես կարող ուղղակի սպորտի մեջ լինես պրոֆեսիոնալ կամ ինչ-որ լուրջ նպատակով ու ասենք չձգտես առաջ դառնաս պրոֆեսիոնալ սպորտսմեն հա կապ չունի եթե մի բանի մեջ ես ուզում ես լավն լինես այդ բանի մեջ այդ ձգտումը միշտ կյանքում պետք է գալու 2-3 օր առաջվա բան եմ ասում Հայաստանի TV-ներից մեկն է ցույց տալի դատախազը Հայաստանի բանի ազգային ժողովի ամբիոնից սենց բան ասեց որ հիմա մտածում ենք բան ենք ձեռնարկում ինչ որ աշխատանքներ ենք ձեռնարկում որ երիտասարդների մոտ դպրոցականների մոտ ավելի շատացնենք սպորտով զբաղվելը ինչի համար որովհետև սպորտով զբաղվող երիտասարդների ու երեխաների մոտ ավելի քիչ է ազատ ժամանակը ելնում դրանից հետևաբար ազատ ժամանակ եթե քիչ է ելնում հանցագործություն կատարելու բանն էլ արդեն մոտիվն էլ է քչանում պակասանում այսինքն եթե ուզում ենք այդ մարդը դատախազ ես չեմ ասում եթե ուզում ենք առողջ սերունդ մեծանա պիտի սպորտով այդ երեխեքը զբաղվեն բնականաբար անկախ ամեն ինչից առողջություն ինքնավստահություն չգիտեմ գեղեցիկ մարմին առողջ սիրտ դոկ ամեն ինչը հաստարակ մի բան ասեմ նա 6 տարեկանից մասնակցում եմ մրցումների հիմա արդեն 8 է հեսա 9 կլինի նոյեմբերին ամեն օր ինքը քնից զարթնում է կայնում է կշերքին անձի հետո որ իշնում է ներքև արդեն այսօր ես կանեի ամեն օր ուրեմն ասենք դե սկզբից որ սկսեց մասնակցելը միջև 55 պաունդի մեջ էր, հետո հելա 60, հետո տենց հիմա արդեն միջև 70-ների մեջ է։ So այդ փոխվող մասներ եկել, որ արդեն 60-ից պետք է փոխվի 70, հələ ոնց որ հələ դե չեմ թողում քաշ պահի, բայց արդեն այն վախներ որ զորով էր էլի, արդեն հայ պետք է փոխեինք արդեն 25-70-ների մեջ։ Այտենց այդ շաբաթ օրը մրցում ունի մեծ, ոնց որ երևի տենց 4-շաբթի օր է ինչ է, եկանք տուն պարապմունքից հետո հելա վերև, չեմ էլ ասում, ինքը գիտի, հելա վերև կշռվեց, իշավ ասեց պապ, ոչեմ կես պաունդ է էլի, պարապմունքից հետո, այսքան է, սո վաղը առավոտը այսքան կլնեմ, սո նորմալ է, ինքը հաշվար կարես բան արդեն, ասի ոքե, հելա դուս հայաթը նստած եմ, մեկ էլ 20 րոպե հայաթը նստեցի, շունանդե վազուզ բան, ասել է մտնեմ ներս, տնամ ժիմը անում, ասում ընկեր, այսօր 2 հատ պարապմունք ես արել, տղա ջան, դու գնա արդեն քնելու դու վաղտա ինչ է ժիմանում։ Չէ, պապաս մա քուրիկը չիփս էր հետո 2 հատիկ կերա։ Ասում 2 հատիկ չիփս կերա, դա չպետք է ուտեի, ասում ասի գոնե մի 50 հատ ժիմ անեմ, ասում մի 10-10 մի 5 ռես անեմ նոր գնամ քնա։ Հոգեբանությունն է էլի մոտ։ Հա, որտե ասենք
Կնիկս նայում անձի ասում էսի չասում, իսկ իմ մտքով չի ասնի, որ մի քիչ շատ ուտեմ, երկու հատ նստեմ, ելեմ նոր հետաքի բանը, էլի ասի։ Սպորտսմենի մտածելակերպը արդեն դա ձևավորվել է երեխու մեջ։ Սպորտով զբաղվող մարդը մենակ կարա հասկանա ու տենց իրան պահի, էլի, դա շատ լավ։ Որտե ասենք ես ասում 7 տարեկան երեխա։ 7 տարեկան է, զարմանալու բան է։ Հենց որ ժողովուրդը հիմնականում հաստատ 7 տարեկան երեխեքին ուշք ու միտքերը լրիվ ուրիշ տեղեր են։ Հա, ինքը ասենք խոսքի գիտի որ ասենք սաղ շաբաթ այդպես խաղեր, մաղեր, iPad, այդպես բաներ չկա, այն շաբաթ կիրակին էլ որ մրցում չունի, մենակ այդ օրերը կա, ու իրան է որ հարցնես, ասում ես ինքը ասում է, ինձի խանգարում է։ Լուրջ տղա է։ Ժողովուրդ բոլորիդ խորհուրդ ենք տալի ձեր երեխաների հետ զբաղվեք, եթե դուք չեք զբաղվում, տարեք սպորտի, տարեք ջիմեր, հենա։ Բերեք մենք զբաղվենք։ Այո, բերեք մենք զբաղվենք, հենա Փառք Աստծո, օր-օրի միտեղ բացվում է, մենք ունենք ջիմ, Ռոմանը ունի ջիմեր, բոլոր տղաներս դե համարյա ջիմեր են բացում սպորտսմենները, հաստատ կգտնեք տեղ, ուր դե կարակ տանեք։ Կարևորը սպորտսմենի հոգեբանությունով մեծանան, ճիշտ դատեն, սպորտսմենները միշտ ես միշտ ասում եմ, երբ որ արդեն մարդ դառնում է սպորտսմեն, միշտ ստեղ սառնա, ստեղ տակ, միշտ սառնա դատում, այսինքն ինքը էմոցիաներով չի դատում։ Սպորտսմենների լավ բանը է դա, կարող է սրտով տականա շատ, բայց երբ որ գալիս է դատելու, միշտ սառն են դատում ու ոնց որ ճիշտը գտնում են։ Միշտ։ Ոչ թե էմոցիաներով, այլ ուղեղով սառը երբ որ դատում ես, դու ճիշտը գտնում ես, ու եթե դու սպորտսմեն ես, դու չես կարա ուղեղով սառը չդատես, այսինքն մի հատ հասարակ մի բան, երկու հոգի հելում են իրար կռվում են, ոչ իրար հերեն ասել, ոչ իրար մերեն ասել, ոչ իրար ճանաչում են, իրար առաջի անգամ են տենում, բայց հելում են ուզում են իրար սպանեն, առանց ոչ մի պատճառի, ու դրանից հետո փաթաթվում են իրար, ընկերանում են, Էս ինչ խորը բաներ ասի։ ընկերանում են, չէ, դառնում են ընկերներ, դաժե կարող է ընկերները դառնան, ասենք, մոտիկ ընկերներ, այդ ամեն ինչից Դառնում են, շատ։ Դու նայ որտեղից որտեղ եկավ էմոցիաներով մարդը չի կարող դա անի։ Այսինքն որ դու դառնում ես սպորտսմեն, սիրտդ միշտ տաք է, բայց ուղեղդ սառն է դատում։ Այսինքն պետքա անում ես, ճիշտ է դա այդ րոպեին, տենց ես անում։ Սո այսինքն լյուբոյ հարց դու կարաս ճիշտ դատես, եթե դու արդեն սպորտսմեն ես, կռվող սպորտսմեն ես։ Սո դրա համար բերեք երեխեքին թող զբաղվեն, վաղը միսօրը մեծանան, ճիշտ դատեն, ճիշտ մարդու հետ ընկերություն անեն, սպորտսմենի հետ միշտ ընկերություն անում ու իրանք այդ կրուգը որ իրանք մեծանում են, այդ Շատ առողջ մթնոլորտ է։ Լրիվ մի հատ շատ թարմ, առողջ, ճիշտ ձևով մեծանում են։ Ինձ թվում է դա ամենակարևոր բաներից մեկն է երեխեքի համար։ Ստեյց հետևություն արեք, սիրելի հայեր, ձեր երեխեքով զբաղվեք, տվեք սպորտի, մեզ էլ հետևեք, ոնց ես ասում գոր։ Հա, պարտադիր հետևեք մեզ, եղնեք կոճակներին, ֆոլոw արեք։ Մի բան էլ չեմ անում, երևի ձեր նմասած մի բան անող հայերենով հայերի մեջ հələ որ չեմ տեսել սպորտի վերաբերյալ, հա։ So շատ իրոք շատ ուրախ եմ, որ անում եք, քաջալերեք մեր ծնողներին, մեր երեխեքին, թող սա սենց առողջ լինեն, մեծանան, լավ ձևով, ձեր նման տղեկ դառնան։ Ես շատ եմ ձեզ գնահատում, դուք լիքը մեր հայտ դրոշները բարձրացրել եք, միշտ ձեզանով ուրախացել եմ, արդեն ինչքան եւ 5-6 տարի ձեզ ճանաչում եմ, հենց առաջի օրվանից շատ ձեզ սիրում եմ ու ինչ որ հիմա էլ անում եք, շատ ապրեք։ Մերսի Ռոման ջան, շնորհակալ եմ քեզ, որ եկա, շատ սիրուն, շատ խորը զրույց եղավ ու հաստատ վստահ եմ մարդիկ լիքը բան քաղեցին, լսեցին ու հետաքրքիր եղավ իրանց համար։ Հուսով ենք, որ վերջի անգամը չի, առաջի անգամն է, բայց վերջի։ Ամեն ինչ որ լուրջ ձեռք բերումից հետո կամ նորությունից հետո սիրով քեզ կսպասենք Ռոման ջան։ Միշտ կարող նստենք խոսանք։ Անպայման։ Կամ առանց կամերաների եւ հարմարա։ Թող մարդիկ լսեն իմանան, հաստատ բոլորին հետաքրքրում է այս տեղեկությունները ու այս ներսի կուխնյան ինչա կատարվում սպորտում։ Շատ շնորհակալ ենք, ժողովուրդ, կհանդիպենք շուտով մյուս հաղորդմանը։